այս մյուս սրիկան երրորդը իսկ հիմա եկավ այս մյուսը էսի սաղի կնիքը դրեց այդ ժողովուրդը Այ ոնց որ այն օրը դու բջնյուն ոտդ քաշ էիր տալիս, այ հեսա հունիսի 8-ից հետո ժողովուրդը քո լեշն ա քաշ տալու, այ ստոր, այ թուրք, այ խառնածին, թուրք մորից ծնված, ու դու քողարկել ես այսքան ժամանակետ, քողարկել ես, ոչ մի չես ուզեցել ոչ մեկը իմանա, դու քո ամեն ինչով թրքավարի ես մտածում, դու քո մտածելակերպում որևէ հայավարի բան չկա, թող Գնա, ինչ ես ուզում է ժողովրդից, այս խելոք, այս խելացի ժողովրդից, կանգնել ես Սյունիքում ընդեղ քարտեզ ես կպցնում ժողովրդի դոշից, ինչ քարտեզ, այդ քարտեզը պետք է ժողովուրդը այսպես ջարդի ու շպրտի իր դեմքին, ու ասի այս է քո քարտեզի պատասխանը, ինչ քարտեզ, մեղրին տվել ես, սուսուփուս ընդեղ քանի կիլոմետր ես տվել մեղրուց, մի հատ չես ասում ես այտենց բան չկա, բայց դրանից առաջ թուրքերը գնում էին օգտվում էին այդ մեղրու այդ ճանապարհից, բայց ոչ մեր կողմից, Պարսկաստանի կողմից, իհարկե Պարսկաստանի հյուսիսային մասով, ոչ թե մեր կողմից, ինչի եկար, ինչի ես մեր հանքերը վաճառում, այս ստոր, այս սրիկա, այ էլ նոհար, բազմիցս ասել եմ, այս կոշիկից կրունգի կեղտը չես արժի դու, այ դու ես, մի հատ էլ կանգնում ես, ասում ես, եթե ինձ չընտրեք պատերազմ, դու հենց տեղովդ մեկ պատերազմի կծիկ ես, թող գնա, ինչքան շուտ, մի ոչ շուտ, գնա։ Ասում են ժողովուրդն է ինձ ընտրել։ Ով ասում, իսկ ինքը երկրորդ անգամ ընտրությանը, ինքը կանգնել ասում էր, թե ժողովուրդ ասում էր, Սերժը մեր երկիրը տանում է թրքացման, ժողովուրդը դրան հենվեց, իսկ եթե ինքը ճիշտը ասեր, կարող է ժողովուրդը իրան ընտրել, իսկ երկրորդ անգամ ինքը ասում էր, ժողովուրդ, ես Շուշին ու Հադրութը հետ եմ բերելու, այս ստոր, բա թուրքից ինչ պետք է ծնվի, ճիշտ մարդ կծնվի, թուրքը կարար երեխա դաստիարակեր, բոլորովին այս էր ինքը էս էր, ինքը խափեց, հիմա էլ կանգնում է ամբիոնի մոտ, ինքը սուտ բաներ է խոսում, սուտ, այս է իր կյանքի իմաստը, ինքը կյանքը իմաստավորել է ստով, հələ մի հատ գնա իր ընտանիքին տեր կանգնի, ինքը ընտանիք ունի, այդ ինչ է։ Ժանվել էր, հիմա կարծես թե միացել է կնոջ հետ։ Էդում ես այս ստոր, փողի մեռածներ, դու պատվի մեռած չեք, դուք փողի մեռած եք, այս սենց ստորաբար, ոնց կարել է երկիրդ սենց մատերի արանքով սիրես, կանգնեց ասեց Արցախը Հայաստան է, Չէ, ժողովուրդ, ես սխալվել եմ, Արցախը Ադրբեջանը, դու ով ես, այդ ականք, դու ով ես, ինչքան կարաս է ժողովրդի խափես, ինչքան կարաս, այսքանը, ես ասում եմ, ինքը, ես իրան երբեք չեմ ներելու, անկախ այն բան, նախ ինքը իրավունք չունի երկրից դուրս գալու, դրանց մեծ մասը, ԿՊ-ի հիմնական մասը երկքաղաքացիություն ունի, բռնցրած իրանից այդ ալեն, այդ պլան պստաներով, այդ իրա լնգլավազով, այդ իրա լնգլավազը հենց իրան ասազում, ոնց թե, դու կանգնել ես ժողովրդին խափում ես, ժողովրդի ներվերի հետ ես խաղում, այս ստոր, այ փչացած, այ սպիդ, ինչ ասեմ իրան, ես իրան որտեղ էլ տենամ, ինքը իմ ձեռից չի պրծնելու, ես ասում եմ, փաշողլու, ես ես ասում եմ, էֆենդի, ասում եմ, որ դու լավ լսես, գնա, հələ վիզդ, վիճակդ, Այն օր եկել ես մոտովս անցել ես, այ միթիկ է, այսքան ես դարձել դու վախեցել ես հայ կնոջից, այո, դու պետք է վախենաս հայ կնոջից, դու պետք է վախենաս, լսես հայ կնոջ ձայնը, դու պետք է սենց կծկվես նստես, ասես հանգար չհարցակվեն իմ վրա, բայց ժողովուրդը հարձակվելու է քո վրա, հունիսի 8-ին քո վերջին օրն առնելու,